Վերջին շաբաթների ամենամասշտաբային հարձակումն է Ուկրաինան իրականացրել Կրասնոդարի երկրամասում։ Հարյուրավոր անօդաչուներով գրոհը, որ չտեսնված գործողություն է անվանել Ուկրաինայի նախագահը, 8 տարեկան երեխայի կյանք է խլել։ Նովորոսիիսկում ավելի քան 10 մարդ է տուժել, վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Նեպտուն հրթիռներով Պալյանից անօդաչու թռչող սարքերով են ուկրաինացիներն իրականացրել հարձակումը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց թիրախը առաջնագծից 300 կիլոմետր հեռավորության վրա Նովորոսիիսկի ռազմածովային բազան է եղել, մեծ հրդեհ է բռնկվել այնտեղ։ Աշխատանքը դադարեցրել է Նովորոսիիսկի հացահատիկի տերմինալը։ Զոհ կա նաև Ռուսաստանի Թեմրյուկի շրջանի Վոլնաավանում, անօդաչուի հարվածից մի տուն է փլուզվել, փլատակներից մի տղամարդու են հանել, նա հիվանդանոցում մահացել է։ Անապայում և Գելենջիկում անօդաչու թռչող սարքերի բեկորներից 4 մարդ է տուժել։ Ծովափնյա այդ քաղաքում արտակարգ դրություն է մտցվել, 20 տուն է վնասվել, անտուն մնացածներին տարհանել են։ Ուկրաինական կողմի հարվածների պատճառով վառելիքի ճգնաժամը խորանում է Ռուսաստանում։ Լիպեցկի նահանգապետը կոչ է արել հայրենակիցներին կրճատել ուղևորությունները և բավարարվել մինչև 10 լիտր բենզինով։ Հերթեր են Կրասնոդարի երկրամասի բենզալցակայաններում։ Ռուսաստանն իր հերթին անօդաչուներ և հրթիռներ է ուղարկել Ուկրաինա։ Խերսոնում անօդաչուի հարվածից մի կին է զոհվել իր տանը։ Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով առևտրի կենտրոն է վնասվել։ Շրջանի ղեկավարը հայտարարել է, որ խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսների հարվածներից Զապորոժիեի շրջաններից մեկում 1000-ից ավելի մարդ առանց լույս է մնացել։ Գայանե Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։